Շնորհակալություն։ Տիկին Գյուլերյան, դուք 004 շրջաբերականի շահառու որպես առաջին շահառու նաև, առաջիններից մեկը եք, այստեղ խոսում եք պետության կորստից, պետականության կորստից եւ ընդհանրապես վեր գաղափարներից, պետականամետ ուժից։ 004 շրջաբերականի շահառու։ Էդ է ձեր կուսակցությունը։ Որ ժպիտով նայում եք, դրանից 004 շրջաբերականի բովանդակությունը ընդհանրապես չի փոխվում։ Եվ խոսում եք բեմականացված հանդիպումներից մարզային, խոսում եք տոտալ արհամարանքից եւ անտարբերությունից։ Պարոն Թունյանը ասաց, ես ուզում եմ շարունակել, եւ երևի ձեզ խոստանամ, որ հաջորդ անգամ մարզային այցերի ժամանակ ես խնդրեմ մեր քաղաքացիներին թույլ տան իրենց նկարահանել եւ իրենց խոսքերը տեղադրել իմ Facebook-յան էջում, տեսնեք, թե բեմադրված մարզային հանդիպումների մարդիկ ինչպես են խոսում ձեր մասին։ Բեմադրված մարզային հանդիպումները տեղի են ունենում փակ դահլիճներում ձեր մասնակցությամբ։ Երբ որ վարչապետը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը շրջում է համայնքներով եւ մարդիկ տարբեր տեղերից դուրս են գալիս իրենց տներից եւ զրուցում են մեզ հետ, ուղիղ եթերում եւ ինչ որ մեկն էլ մի բան է ասում, որը ձեզ է դուր գալիս, ամբողջ այդ դիմադիր դաշտով սկսում եք իրար հետ չտալով տարածել, ասելով, հա, էսա Փաշինյանին էս ասեցին, այն ասեցին, բա այդ բեմադրվածի ժամանակ այդ տենց ենք բեմադրել, որ մարդկանց էլ ասում եք եկեք մի քիչ դժգոհեք։ Անլուճ է ձեր քննադատությունը եւ եթե նայում ենք այն տեսանկյունից, որ նախընտրական տարի է ու դուք պետքա գաք ստեղ ժողովրդին համոզեք, որ ձեզ ընտրեն, դուք ամեն անգամ ժողովրդին գալիս եք համոզում եք, որ ժողովուրդ ջան, մենք լավը չենք, ընտրեք քաղաքացիական պայմանագրին, մենք բան չի փոխվել մեր մեջ։ Այն օրը ձեր գործընկեր Գեղամ Մանուկյանը Պետրոս Ղազարյանի մոտ հմեկում չկարողացավ պազերեսով նայել եւ հարցին պատասխանել, ասելով, արդյոք Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել են ընտրակեղծիքներ, թե ոչ։ Հարուձևի պտտեց, անգամ դուք ամաչում եք ձեր ուժի առաջնորդի ժամանակների մասին խոսելուց, որովհետև դուք չեք կարող նայել քաղաքացիներին եւ ասել, որ մենք ընտրվել ենք այն ժամանակ արդար ընտրություններով, որովհետև բոլորս կենթանի ենք, դժբախտություն ձեզ բոլորս չենք մեռել եւ հիշում ենք եւ տեսել ենք ոնց են քվյատուփեր գողանում, ոնց են կեղծում, ոնց են փողով մարդկանց ստիպում ընտրություններին մասնակցել։ Տիկին Գյուլերյան, ամոթա։ Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչքան կարելի է լինել երգերեսանի եւ ինչքան կարելի է խաբել։ Կամ մեր սիրելի Տիկին Վարդանյանը 3 ամիս առաջ սրանից Պետրոս Ղազարյանի մոտ խոսում էր, ասում է, այտենց կամահրանքով ձեռառնելով բան, ասում է վարչապետը բան է արել։ 63 տարեկան մարդկանց վերաբերյալ ասում է ամենալավ տարիքն է ինչ որ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, չէ 72 տարեկանն է լավ տարիք, որ մարդը դառնա վարչապետի թեկնածու։ Չեք զգում ձեր խոսքերի մեջ ինչ որ հակասություն։ 63 տարեկան մեր բոլոր մեծահասակներին ինչ որ ձևով տենց, հա, դե ինչ տարիք է, որ արդեն մեծ են այդ մարդիկ։ Չէ, բերեք ձեր 72 տարեկան Ռոբերտ Քոչարյանին դարձրեք վարչապետի թեկնածու, ում հետ կապված են Հայաստանի Հանրապետության ամենաարյունալի օրերը։ Կամ այն օրը այդ ոդքասթի ժամանակ ասում է իմ կառավարման տարիները խաղաղ են եղել, բացառապես խաղաղ են եղել, բա խաղաղ պայմաններում հակառակորդի կրակոցից 110 զինվոր կզոհվեր, խաղաղ պայմաններում այդքան զինվոր կզոհվեր, բա այդ հարցին ով է պատասխանելու։ Կամ ոդքասթ են նկարում, ասենց ինչ որ լուսապսակը սրբի գլխավերևում այդ մարդու, ես նորից ձեզ պաշտոնապես առաջարկում եմ, Տիկին Գրիգորյանն էր, չէ՞ վարում, ինչքան հիշում եմ ոդքասթը, վերնագրել, ինչպես դառնալ միլիոնատեր, կամ ով է ուզում դառնալ միլիոնատեր, կամ իմ խորհուրդները, չէ, իմ 10 խորհուրդները ինչպես դառնալ միլիոնատեր, եւ Ռոբերտ Քոչարյանը թող պատմի։ Ինչ։ Դե, թեկուս նաեւ զրույց սատանայի հետ հուշեցին, բայց ինչպես դառնալ միլիոնատերը, պատկերացեք, այն որ տենց հումոր արեց, ձեր սիրելի առաջնորդը ասեց, էշի պես ով որ զրա իրան շատ կնայեն։ Այդ որ ասի, ով է ուզում դառնալ միլիոնատեր եւ պատմի թե ինքը ոնց է դառել միլիոնատեր, միլիոնից ավել է հավաքելու։ Հավատացեք, որովհետև բոլորին շատ հետաքրքիր է ոնց կարելի է առանց որևէ բան գալ Հայաստանի Հանրապետություն, առանց շոր կոշիկ տենց, մեկ էլ դառնալ միլիոնատեր ու ասել, դե մենք բացառիկ տաղանդավոր ընտանիք էինք։
բացառիկ Ռոքֆելլերները բանը չկան, բացառիկ տաղանդավոր ընտանիքեր եկան միանգամից ես իմ ինչ միլիոնների տեր դառան։ Իսկ ընդհանրապես այս խոսակցությունը ոչ այնտեղ տանող խոսակցություն չէ, որովհետև դուք անընդհատ բան եք անում, ձեզ ուզում եք սրբադասեք, բայց դաշնակցությունը 135-ամյա, այդտեղ մի քիչ տենց հանդիսավոր ասենք, որ ձեզ լավ զգաք, բայց դրանից ավել ոչ ման չկա ձեր կուսակցության մեջ, բացի 135 երկարատև տարիներից։ Հիմա հավակնում է ասելով, որ դե մենք ընդդիմադիր ենք եղել, մենք էս ենք արել, մենք ենք, դուք երբ եք ընդդիմադիր եղել։ Հիմա եկել ասում է 300,000 ադրբեջանցիներ գալու են, դա ոսկե պարի եկեղեցու երկրորդ սերիան է, չէ՞, որ ոսկե պարի եկեղեցին մնացել էր ադրբեջանական կողմում, մեկ էլ պարզվեց, վայ, ոսկե պարի եկեղեցին չէր կարող մնալ ադրբեջանական կողմում, Գառնիկ Դանիելյան ասաց, դե ես եմ արել։ Հիմա այնքան կխոսակ, հետո հասկանալով ձեր խոսքերի դատարկության մասշտաբը, կասեն, դե այնքան արեցինք, այդ 300,000 ադրբեջանցին չեկան։ Էդ էլ հաջորդ տրյուկն է, պրիմիտիվ, պատզունակ մարդկանց վրա փորձելով ազդել։ Կուզենամ մի հրաշքով հայտնվեք մեր եւ քաղաքացիների զրույցների կողքը եւ լսեք, թե ձեր մասին ինչ են խոսում։ Շատ կուզենամ, որ տեսնեք, թե ձեր մասին ինչպես են արտահայտվում։ Ավարտում եմ։ Եվ այո, սա նախընտրական տարի է եւ դուք հենց հիմա այսօր, երեկ եւ վաղն վստահ եմ, ձեր բոլոր լավագույն կողմերից ցուցադրում եք։ Մենք անելու բան էլ չունենանք, դուք ձեր մաղձով, նավսով, բայղուշությամբ եւ նախանձով ամեն ինչ անելու եք։ Եվ այստեղ դուք չեք նստելու, հավատացնում եմ ձեզ։ Եվ սա մեծամտություն չհամարեք երբեք, որովհետեւ շատ սխալ է մեծամտորեն խոսալ։ Ես ուղղակի վերլուծում եմ ձեր բոլորի խոսքերը եւ ձեր պահվածքը։ Դուք ձեր կեղծավորությամբ այստեղ չեք հայտնվելու, որովհետեւ դուք եւ ձեզ եւ Հայաստանի Հանրապետությանը գիտեք ինչ է բաժանում 004 շրջաբերականը։ Անդառնալիորեն բաժանում է։ Շնորհակալություն։